38,000 թոշակ եմ ստանում, ես դրանով ոնց ապրեմ, ասեք։ Ոնց բիզնես դնեմ։ Ոնց բիզնես դնեմ։ Ծայրը ծայրին մի կերպ հասնող թոշակառուներին նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանի իրենց խոսքով ապուշ առաջարկը։ Ինչպես բիզնես սկսել 63-ից հետո, երբ միակ եկամուտ կենսաթոշակը նույնիսկ կոմունալ վճարներին չի հերիքում։ Տարեցները վստահ են իրենց կյանքի պայմաններին, անգամ մեկ օր չէր դիմանա Փաշինյանը։ Բայց իրա թերանց եմ, իրա կեփ են փոխտալի թոշակառուին, որ ինքը համ ապրի, համ կոմունալ մուծի, մի հատ է բիզնես տնի։ Էդի ապուշությունները, գլխով պատնատել, որ թոշակառուն լավ էլ ապրում է։ Ինքը որ սպանջի ապրում է, իրա կլիկ երեխեքը գիտեն մեկ էլ է կտոց ապրում է։ Աստվածը ինքը մեր տարիքին չհասնի։ Կամ եթե հասնի էր, թող այդ թոշակը ինքը տեսնեմ ոնց է ապրելու։ Դե թող իրանք էլ հացնեն 63 տարեկան տենան, կարան այդքան աշխատեն ոնց որ թոշակ չստանան, ոնց կլի, մտում թոշակսե թոշակա կոպեկներ են տալի էլի, հերիք չի անում դա։ Իշխանության նախընտրական խոստումները կենսաթոշակները բարձրացնելու, սպառողական նվազագույն զամբյուղին հասցնելու, այդպես էլ օդում մնացին։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 2021 թվականին, երբ որ իրենց քվեն ստանալու համար նախընտրական քարոզարշավ էին անում եւ ծրագիր էին ներկայացրել, իրենք խոստացել էին, որ միջին կենսաթոշակը պետք է լինի 2026 թվականին ամենաուշը հավասար նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Ես պարզ թվերն եմ ասում պաշտոնական վիճակագրության։ Այսօր արդեն իսկ 80,000 դրամ է մեկ անձի այն նվազագույն ծախսը, որը անհրաժեշտ է տվյալ անձին գոյատևելու համար։ Փաշինյանը նաև խոստովանել է, կենսաթոշակը բարձրացնելու հնարավորություն կա, բայց չեն բարձրացնում, քանի որ համոզված են, մարդիկ արդյունավետ չեն ծախսելու։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Արա դիքուղը, արա վարչապետի խոսք, էդի որ խոսում է, չգի թոշակառուն որտեղ ծախսի, թորնիկ ունենք, երեխաներ ունենք, ընտանիք ունենք, ոնց որտեղ ծախսենք, ռեստորաններում չեմ ուզում ծախսեմ, ուզում եմ երեխաներիս թորնիկիս վրա ծախսեմ։ Արդեն ոչ մի բանի համար չեն զարմանում մարդիկ, ոչ սնունդն է սնունդի նման, ոչ գներն են խելքին մոտիկ։ Հայաստանում ապրելը մեղմ ասած փորձություն է, ուր մնաց բիզնեսի մասին մտածեն։ Դոր սուպերմարկետները բաց է, էդ ինչ 100% անուց ուտելիք ենք ուտում, որ լավ էլ ապրենք։ Քանի տարի պիտի ապրենք, ես հիմի 60 տարեկան եմ, կսպասեմ այսօր եկուց։ Հիմի ամեն ինչ հավատալու է, ամեն ինչ։ Մի բան չի որ ասես, թե ասեցին, արեցին, շատ բաներ ասում են, բայց չեն էլ անում։ Թոշակառուն ինչ է, մի հատ մտնում ես խանութ, 50-60 հազարը թռնում է, բան չես հասկանում։ 63 տարեկան մարդը շատ ջահել մարդ է, կարա մի հատ էլ ամուսնանա, բաժանվի, քեֆ անի, աշխատի, բիզնես դնի, կեցե այս առաջարկը։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Առաքել Օհանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։